2024-ին Հայաստանի Հանրապետության արտադրողականությունը աճել է նույնքան, որքան 2012-ից 17 թվականների ամբողջ ընթացքում։ Տնտեսության արդիականացման ծրագրի շրջանակում ստեղծվել է ֆինանսական գործիքակազմ, որի ծավալը կազմել է 1.3-ից 1.4 միլիարդ դոլար։ Տվյալները ներկայացրել է էկոնոմիկայի նախարարը։ Հունիսի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, սահմանելով 6.75%։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 8.25% է։ Կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը 5.25%։ Հունվարի 1-ից մինչև օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 28916 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ։ Մեկ մարդու կողմից հետ ստացած կրեդիտի միջին չափը 89000 դրամ է։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սյունիքի մարզի դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում ուսումնասիրել է մարզի տարածքում ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման վճարների գծով պարտավորությունների կատարման գործընթացը։ Ուսումնասիրության արդյունքում դատախազական ներգործության միջոցների նախազգուշացումների հիման վրա պետական բյուջե է վճարվել ընդհանուր $50,000 համարժեք 19 միլիոն 833 հազար դրամ։ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ մինչև 2027 թվականը Ռուսաստանում գնաճը կնվազի հասնելով 4%-ի։ Ավելի վաղ Պետդուման երրորդ վերջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծը 2025 թվականի դաշնային բյուջեի ցուցանիշների փոփոխության վերաբերյալ, որը մասնավորապես ենթադրում է բյուջետային դեֆիցիտի աճ։ Թրամփը նախորդ տարի վաստակել է ավելի քան կես միլիարդ դոլար իր ստորագրությամբ ապրանքների վաճառքից։ Եկամտի հիմնական աղբյուր են դարձել Թրամփի անունով ապրանքները՝ աստվածաշնչերի տարբերակներ, սպորտային կոշիկներ, ժամացույցներ, օծանելիքներ եւ նույնիսկ կիթառներ։ Իլոն Մասկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին սնանկություն է սպառնում։ Դրանից հետո բոլոր հարկային եկամուտները կուղղվեն պետական պարտքի տոկոսների վճարմանը եւ ուրիշ ոչինչ չի մնա, նշել է նա։ Air India-ի կործանված ինքնաթիռի պատճառով Boeing-ի բաժնետոմսերի գինը կտրուկ նվազել է, գրանցելով գրեթե 8% անկում։ Դեպքը ծանր հարված է դարձել Boeing-ի համար, որը վերջին շրջանում փորձում էր վերականգնել իր դիրքերը։ Ընկերությունը տարին սկսել էր ավելի քան 20% աճով 2024-ի ընթացքում տեղի ունեցած սկանդալներից հետո։ Հարկային համակարգը ուղիղ համեմատական է պետականության անկախության հետ, ֆինանսների նախարարն է ազգային ժողովի ամբիոնից հայտարարում, առանց հարկեր վճարելու պետություն ուղղակի չէինք ունենա։ Եվ եթե մտքի ծայրով անգամ անցկացնենք իսկ պետք է որ ունենալ այդ պետությունը թե ոչ, ապա կբախվենք մի այլ իրականության, որտեղ անհնարին է գոյություն ունենալ անկախ, անհնարին է, որ այդ դեպքում մեկ այլ պետության կազմում չհայտնվենք, որ ինքը կորոշեր, թե մենք որքան հարկի պիտի վճարենք եւ ինչի վրա պիտի ծախսվեն մեր կողմից վճարված գումարները։ Պատմական ակնարկով սկսեց ելույթը այս անգամ ֆինանսների նախարարը, ապա շարունակեց թվային տվյալներով ու ընդգծեց 2024-ը Հայաստանի Հանրապետության համար տնտեսական աճի կայունացման տարի էր։ 24 թվականին գրանցվել է 5.9% տնտեսական աճ, պայմանավորված հիմնականում ծառայությունների աճով։ Տնտեսական աճն ուղեկցվել է ներքին եւ արտաքին պահանջարկի աճով։ 2021-24 թվականներին Հայաստանի Հանրապետության տնտեսությունում միջինում գրանցվել է 8.2% տնտեսական աճ։ Ֆինանսների նախարարության ամփոփ տվյալների համաձայն նախորդ տարի աշխատատեղերի եւ վարձու աշխատողների աճի դրական դինամիկա է նկատվել գրեթե բոլոր ոլորտներում։ Միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 6.4%-ով, կազմելով 287172 դրամ։ 2024-ին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն հասել է 3 միլիոն 360 հազար դրամի։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ անդրադարձավ իր պատասխանատվությամբ կատարվող աշխատանքներին։ Ելույթի առանցքում կրկին ուսուցիչների վարձատրության թեման էր։ 2017 թվականին ուսուցիչների հավելյալ վարձատրության ծրագրերից գործում էր միայն տարակարգի մեխանիզմը, որից շուրջ 10 տարում օգտվել էր ուսուցիչների 6%-ը միայն, եւ նրանց 90%-ից ավելին ստանում էր ընդամենը 10% հավելավճար։ Ուսուցչի վարձատրության որևէ նվազագույն շեմ մինչ այս պահը ամրագրված չի եղել։
18-ից ի վեր ուսուցիչների վարձատրությունը 19 թվականին բարձրացվեց 10%-ով համատարած։ 20-ից սահմանվեց ուսուցչի նվազագույն վարձատրության չափ 108,800 դրամի չափով, որն այնուհետև բարձրացվեց ևս մեկ անգամ 2023-ին դառնալով 119,900 դրամ։ Բացի այդ, նոր չափորոշչով վերանայվեց ուսուցիչների դրույքաչափը, ինչը հանգեցրեց դասավանդվող 1 ժամի արժեքի բարձրացման տարրական դասարաններում 20%-ով, միջին եւ ավագ դասարաններում 10%-ով։ Անդրադառնալով հանրակրթության ոլորտի ֆինանսավորմանն առհասարակ, նախարարը նկատեց, որ եթե 2019 թվականին հանրակրթության ֆինանսավորումը 85 միլիարդ 26 միլիոն դրամ էր, ապա 2024-ին այն կազմել է 118 միլիարդ 84 միլիոն դրամ։ Ֆինանսավորման աճից բացի գրանցվել է նաև սովորողների թվի աճ։ Ներդրվել են հավելավճարի նոր ծրագրեր։ Միայն նախորդ տարի հավելավճարների ծրագրերին պետությունն ուղղել է 10 միլիարդ դրամ։ Դրանք կամավոր ատեստավորում է, որի շահառու են արդեն մեր ուսուցիչների շուրջ 20%, ավելի քան 6300 ուսուցիչներ։ Ըստ ԿԳՄՍ նախարարի 300-ից 400,000 դրամ վարձատրություն է ստանում 1600-ից ավելի ուսուցիչ, 400,000-ից ավելի վարձատրություն էլ ստանում է 500-ից ավել ուսուցիչ։ Հայաստանը հզորացնելու է ջրամատակարարման և ոռոգման ծառայությունները Համաշխարհային բանկի օժանդակությամբ։ Բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է ծրագրի առաջին փուլը։ Այն կնպաստի նաև այնպիսի մարտահրավերների մեղմանը, ինչպիսիք են երաշտները, հեղեղումները և ծայրահեղ շոկը։ Ընդհանուր առմամբ, ծրագիրը կբարելավի Հայաստանի գյուղացիական տնտեսությունների և գյուղական համայնքների կյանքի որակն ու տնտեսական կայունությունը։